Ողջույն բոլորին։ Ես ուրեմն որոշել եմ այս պատուհանները, ապակիները լվանամ այստեղ, նոր եմ սկսել, այստեղ մեր տղան հատվածը, այս մուտքի հատվածը, վերջապես բետոն հանել է այդ պլաստիկը, ցելոֆանը և ինչքան խոհանոցի պատուհանն եմ ուզում լվանամ, դրսից ցանց է գնում, տեսնեմ ոնց եմ անում, մի կերպ ինչպես միշտ զոռով, և վերևները, եթե այսօր հասցնեմ, քանի որ պետք է այսօր մի բան սարքեմ ուտելու, մինչև բետոյի գալը, եթե չէ վաղը վերևները կշարունակեմ, մեր սենյակի պատուհանը, որտեղ որ հիմա քնում ենք ներսի կողմից, դրսի կողմից ինչքան հնարավոր լինի կմաքրեմ, քանի որ աստիճանների վրա է, չի հերիքում բոյես, մի ձև կանենք, ուզում եմ այն երկար սենց բաներից առնեմ, ոնց պլաստիկ, որ լվանում են, որ հասցնեմ, կամ էլ բետոն պետք է մաքրի, մի ձև, և ուրեմն միջանցքի պատուհանը վերևի ու դրսի այդ աստիճանների վրայի ապակիները, ներսից ինչքան վերևի ապակիները, ինչքան որ կարողանամ մաքրեմ ներսից, քանի որ բարձր է, դրսից էլ նույնն է, ինչքան որ կարողանամ դրսից, խոսքով հիմա սկսել եմ այստեղ, այս մեկն եմ միայն մաքրել, և հիմա սկսեմ մաքրելը, տենեմ, Okay, ուրեմն ես լրիվ լվացի, ներսից դրսից, մնացել է վերևը, ձեռս չի հասնում, աթոռ չունեմ դնելու, ճիշտն ասած, հիմա մտածում եմ, գնամ վերևի այս երկու հատն էլ այնտեղ այսի լվանամ, սալմոն վերևն, այն մնացածը, Այն մյուսը բան կանեմ, եկե պատուհանինը վաղը, խոհանոցինը վաղը կլվանամ, կամ էլ տեսնենք, չիտեմ, բայց այսքան պատմություն, տենց է, հիմա
Բետոն այս դուրը պետք է մի հատ էլ սենց լաքապատի, քանի որ անձրևներ բան որ եկել են, լրիվ մաշել են։ Այս ծածկը արել է նրա համար, որ չթրջվի էլի։ Այս վարակույրներն էլ արդեն փոխելու ավաղուց, բայց ուզում ենք բան անենք, արդեն նորմալ հավաքվի բան նոր փոխեմ։ Մեկը փիսոները ճանկրելու են, որ սենց ահավոր վիճակում, բայց դե մեկը ճանկրելու են։ Այստե, տենց, օքեյ։ Ես երևի գնամ վերև, տեսնեմ։ Մեկ էլ տեսար, որոշեցի տենց էլի տվացի, բայց պետքա հաց սարքեմ։ Ուզում եմ գրեչկա սարքեմ։ Տենց մեկ բանանչիկ։ Բանան։ Ուզում եմ գրեչկա սարքեմ, մեկ էլ տենամ ինչ-որ մի բան կսարքեմ գրեչկայի հետ։ Ոյ, ինչ շոք է։ Ուրեմն վերևի այդ միջանցքի պատուհանն էլ դվացի ու վերջ։ Այդ ցանցը, որ սալմոն վերևներ։ Ու վերջը մնացածը վաղը։ Այստեղ խոհանոցինը հեսա ձեռի հետ կլվամ, ուղղակի ամաններ կան տենց լվալու, տենց դասավորելու դրա համար, բայց ընդհանուր ոնց որ մի կում կոֆե ունեի։ Այսքանը։ Երկու պես շունչ քաշեմ, մեծ ջուր խմեմ ու գրեչկա սարքեմ։ Չէ, մի քիչ հետո կսարքեմ ժամը, որ տաք լինի, բետոն գա, բայց ես հեսա մի բան կուտեմ։ Արագի մեջ, միջև բետոն։ Ինչքան ժամ, չէ, մոտ 2 ժամից նոր կգա բետոն։ Տենց։ Եղունգներս էլ պետք է գնեմ։ Ինքը սենց թափանցիկ է, չի երևում, բայց արդեն թարմացնելու է։ Տեսնեմ երբ եմ գնում։ Ժողովուրդ մի տեսակ հլը ամպերին նայեք, որ սենց անձրև է գալու։ Ուսամ ոչ, ես ինչ է։ Շի դրսից է, տես ինչ է։ Օքեյ, լավ մաքրվեց։ Ուսամ չի գալու անձրև, մի քիչ առաջ լվացի։ Չնայած ես ստեղ տան մեջինը ոչինչ, ստեղ էլ հուսամ բան չլինի, քանի որ ծածկ ունի արդեն, what's a day։ Լավ է, չէ, որ եւ որ ուզում եք անձրև գա ձեր մոտ, պատուհան լվացեք։ Չէ, Սալմո։ Չէ, Սալմո։ Խնդրեմ։ Սատիկին Նանսիի լվացքը փռած է։ Բայց չեմ հասցնի հավաքեմ, արդեն ուժեղ գալիս է։ Մի անգամից սկսեց, պետք է որ ամպերը տեսել էի վաղտ էի հավաքել, ափսոս։ Իրանք էլ բետոն էլ գալիս է ջամփին, սպասեք հլը։ Մի քանի բան հասցրի հավաքեմ են, որոշները մի քիչ ծածկի տակ են, հուսով եմ շատ չեն թրջվի։ Գրեմ տիկին Նանսին, որ այստեղ է շորերը։ Լավ եք էլի, բայց չի թրջվում։ Չի թրջվում պատաններս, բայց վերևի պատանները կթրջվեն։ Ահանց կտրեց։ Լավ, մեկը։ Երևի էլի կգա, օքեյ, ոչինչ։ Հեսա գրեմ տիկին Նանսին, որ այստեղ է։ Այ բետոն էլ գալիս է ջամփին, շատ չթրջվի։ Գրեչկա եմ դրել էփի, մի 15 րոպե շուտ է դուրս եկել բետոն, բայց ոչինչ, տենամ էլ ինչ եմ, տենց սոս մոս կուտենք, սոսով բան տենց, ես ոս մի հատ դասավոր եմ ծալեմ, մաքուր տրներ, օքեյ, նայեք, օքեյ,
Բետան սաղ սպիտակացրել է պատերը, ապրես։ Գիտեմ եմ բամասատաներ, ակի վաստավալուս, կենդր, այստեղից վառը միացնելու ենք լույսը, մնացել է առաստաղը, բալտա, այդտավ ասասեր տեչո, ես հիմա այսօր առաստաղն անելու, ժողովուրդ, պատուհաններս չթրջվեն, ներքևի դռները չթրջվեց, Սալմոն կրնեց ինձ է լսում, Սալմո, 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 No, գնա, no, Okay. Ինչպես քիչը անձրև եկավ, բայց լավ էր, մազեր սկզբված շոքա ու ասում եմ, որ Մետերին ասում եմ, որ ինձ շատ է դուր գալի անձրևը, որ ես միշտ սիրել եմ այդ դերյանական բանը, եղանակը, շատ եմ սիրում դերյան նաև, ճիշտ է շատ իրամ մոտ է տխրության բանի, ես ավաշատ անձրևային թեման, աշուն անձրև, Տերևներն անձրև, տողմեն դանդաղ, պաղ միապաղ, անձրև է աշակի վեր։ Okay, ուրեմն սիրում եմ, որ սենց անձրևի ձայն է գալիս է ու հիմա անձրև էր գալի ու ենքան հանգիստ ենք, որ արդեն այդ կտուրը ունենք, բետոնն արդեն դրել է, սենց ասած ծածկել է, ծածկ ունենք ու չի կաթի վերտանա ու կարող եմ վայելել անձրևի ձայն, ճիշտ է մի քիչ է, շատ կարճ տևեց ու հիմա արդեն տոթ է, բայց որ չգիտեմ, փառք Տիրոջը, այնտեղ մի փոքր հատված ունենք դեռ սարքելու, ավարտելու, ունենք այդ հատվածը, բայց բետոն հիմա ուզում է այսի սենց բանանի, վերջացնի էստեղ նոր, մեկ էլ դեքորս կնգան, ասեցի, որ այդեղ բակներ լվանում, տենց խողովակով, մեկ էլ ասեցի պատուհաններից վրա տենց նապորով պահի, որ պատուհաններից դրսից լվացվեն, տենց լվացվեցին ինչ-որ չափով, այդ ձև ժողովուրդ, ես էլ վիդեո եմ մոնտաժում, նախորդ վիդեոն ուզում էի մի հատված էլ էստեղից դնեի, բայց ասի լավ կարճ լինի, արագ ձեզ նոտուցեմ, որ շատ չուշացնեմ, այնպես որ գնամ շարունակեմ մոնտաժեմ ու ներկայացնեմ ձեր դատին։ Ուրեմն ես էստեղ վերջապես որոշ դադարից հետո ցույց եմ տալի նորից էստեղ բան եմ անում Կերակրում եմ նայեք ինչ հասունացել մոռացել էի որ պետք է ես կերակրեմ իրան սենց բարձրանում եմ մի քիչ Այս մնացածը արդեն մեզ պետք չի, իրան թափում ենք, սկան ինչքան կա, հերիք է և իրա վրա ջուր ենք ավելասնում խառնում միշտ սրանով եմ ավելասնում, քանի որ արդեն սովոր եմ սրան այս չափին 110 միլի է, բայց ոնց որ 100 մի քիչ պակաս եմ ավելացնում հիմա իրան սենց խառնում ենք, միասեր զանգված ենք սարքում, որ լավ թալվի, ես խոստացել եմ, որ ցույց եմ տալու բանի ձևը, բայց ինձ մի քիչ ժամանակ տվեք ու ես որոշեմ ոնց եմ անելու, գուցե ինչ-որ սենց մարաթոն կամ ինչ-որ ծրագիր որոշեմ ոնց անենք, ովքեր որ ցանկանում են թթխմոր սարքել
Այստեղ ուրեմն ավելացրել եմ 7 քթալ, երևի լավ լիքը քթալ ալյուր եմ ավելացրել, իրան պետք է ասենց լավ խառնենք, ճիշտ ասած աչքաչափով եմ անում, ավելի շատ ոչ թե հաշվարկով եմ անում, քանի որ արդեն գիտեմ ինչ խտություն պետք է ստանամ, ու նայեք, եթե ես օրինակ ասենք լցնեի այսքան բաժակ ջուր եւ այսքան բաժակ ալյուր կդառնար ջրիկ, չգիտեմ, ինչ-որ յոգուրտի նման բան, խտությամբ ինչ-որ մի բան, ու էդի ամբողջությամբ ալյուրը ինքը ուտելու էր ու մնալու էր առանց որևէ բանի, սոված, ու այդտեղ ինքը արդեն սկսում է փչանալ, նեղանալ, որ իրան բավական ալյուր չենք տվել ուտելու համար, և վերջ արդեն այդտեղ մենք ասում ենք իմ մոտ չի ստացվում թթխմոր սարքելը, քանի անգամ արել եմ ոնց ինձ սովորացնում են, բայց չի ստացվում մի խոսքով, նայեք հիմա էսի թույլ է դեռ ժողովուրդ, էսի 2 օրում ուտելու է պրծնի ես ալյուրը, դրա համար քանի որ իմ այստեղ լրջացել է, մի հատ բերեմ, ահա հիմա այստեղ շատ աննշան լցնում ենք, շատ քիչ, մոտ մի քթալ ու խառնում ենք իրան, ինքը լավ խիտ պետք է դառնա, ահա թե մենք ինչ ենք ուզում ստանալ, ինձ մնալ մի քիչ էլ կավելացնել, բայց օքեյ, ուզում եմ որ մի քիչ շուտ լինի, հասունանա, որ դնեմ սառնարան, քանի որ մեր մոտ ժամը 12-ն է գիշերվա, ես մոռացել եմ իրան կերակրեմ, թե ոնց եմ անելու, չգիտեմ, մի 2 ժամ մոտ պետք է, որ հասունանա, օքեյ, սա փակում ենք, դնում ենք, կափարիչը սենց ուղղակի թույլ թողում ենք, թել կամ ինչ-որ ռեզին սենց կապում ենք, որ այստեղ լինելու է մեր նշանը, ինչքան է բարձրացել, իրան տանում ենք այնտեղ, որտեղ մեր խմորն է, որ իմանանք բարձրանալու դեպքում, այստեղից մի քիչ գոնե, մի քիչ մի մատը, որ բարձրանա, արդեն իրան կդնեմ սառնարանը, օքեյ, վերջ, թողում եմ, որ բարձրանա, այստեղ հավաքում եմ, և ուզում եմ հաց թխեմ, տեսնեմ ոնց է ինչա, չորեքշաբթի օրը եթե ինչ-որ մի հատ մի պահ կա, եթե չլինի, ես հաց կթխեմ, այսքանը գնացի և որ արդեն հասունանա մի քիչ, ցույց կտամ, ահա ժողովուրդ, ուրեմն մեր մոտ ժամը 1:10 քանիս է, և նայեք 2 ժամվա ընթացքում այսքան բարձրացել է, հիմա ես իրան դնում եմ սառնարան, մեկ էլ իրան հանելու եմ 2 շաբաթ, եթե շաբաթվա մեջ հաց թխեմ, այն ժամանակ, եթե չէ, ապա մեկ էլ 2 շաբթի օրը, ես չէի սպասում, որ այսքան կբարձրանամ, անպայման խոսեք ձեր թթխմորի հետ, խնդրեք իրան, որ շուտ աճի հասունանա, ու ինքը կհասունանա, ինչպես որ ես արեցի, չէ սիրուն ես, ապրես, ապրես, չո, գնացինք քնելու, բոլորով, ողջույն բոլորին, 3 շաբթի առավոտ, շուտ, շատ շուտ չի, տենց ժամը 7-ն է, ես դեռ չեմ զարթնել, բայց ես ու Բետոն քայլում ենք, Բետոն դեռ պետք է գործի գնա, քայլում ենք ուր, տենց ես բեյավիստը թաղամասն է, բայց ուրիշ փողոց է, մի անգամ ցույց եմ տվել դպրոցների մոտ է, այստեղ սաղ այս ավտոները, որ գալիս են այստեղ անցնում են, ծնողներն են, երեխեքին բերում են դպրոց, Բետոյի դպրոցն էլ այստեղ եղել,
մենք գնում ենք որոշել ենք ամուսիններով, որ վազենք ու գնում ենք սիրուն այստեղ ու գնում ենք բան ստադիոն վազելու բացա մենք COVID-ից առաջ հենց գալիս էինք սիրունը COVID-ից առաջ գալիս ենք ենել փակեցին COVID-ի ժամանակ հետո վաղուց բացել են ես կեսրարից գալիս էր այստեղ վազում էր միջև տեկին Նանսի գալը գալիս էր վազում էր քայլում էր որ մի քիչ նիհարի սիրուն է չնայած ինքը իր առողջության համար էր տենց շաքարային պահեր կա իր մոտ հենց բաներ բժիշկ ասել էր պետքա քայլես բանելի քաշես հավաքել տենց գալիս է ինքն էր այստեղ քայլում վազում տենց հիմա ես ու ամուսինս ենք եկել ինքն էլ է ուզում քայլի ինքն էլ է փոր հավաքել բոյին մի խապնվեք Buenos días Այստեղ անծանոթ մարդիկ քեզ կարող են ասել բարի օր եկեք մտնենք ֆուտբոլի դաշտ է և մարդիկ վազում են մենք այսօր քանի որ առաջի օրն է քայլելու ենք մեկ վազում են մարդիկ Հələ որ քայլում ենք մենք Բետոն վերջի երկու կրոգը վազեց, ես էլ վերջի կրոգը վազեցի, կամաց գանք առողջ ապրելակերպ վարենք, Բետոին ասում եմ, գիշերը էլ հաց չուզես ուտելու, մեկ է գիշերվա 10-ին սկսում է հաց սարքելու, ձվածեղ սարքելու, լավ սենց բրդուճանում ուտում է, ասում է չէ, իհարկե չէ, բանջարեղ են միայն, տենց, ու կարևոր է, որ այս տարիքում սպորտով զբաղվելը, ամեն տարիքում էլ կարևոր է, բայց այս տարիքում ամեն ինչ շատ շուտ է գալի։ Մեր մոտ երեք Անդրև եկել հովեր այսօր։ Տենց։ Բայց արդեն արևա դուրս գալի։ Արդեն լավ արևը գնալու վախներ պետք է ավելի շուտ գանք։ Ուղղակի երեք բաներ։ Փակեր, բետոն եկել ստուգել է։ Երեք փակեր։ Ինչ-որ ոչ աշխատանքային օր է եղել, ոչ բետոյի համար, մնացած բոլորի համար երևի փակ է եղել, բայց ամեն օր բաց է։ Всё, մենք տանն ենք, ուրեմն բետոն գնում է գործի, ես էլ շարունակում եմ այստեղ տանը իմ օրը։ Տենց բանիեր։ Ուրեմն վաղուց բան եմ առել, անինչա, քաղցր կարտոֆիլ եմ առել, հեսը դնեմ դուխովկա լինի, հետը դա կուտեմ նախաճաշվա պես, կամ էլ յոգուրտ կսարքեմ դա կուտեմ, միջև ճաշին կարտոֆիլ, հեսը կհանեմ, մի հատիկ, հետո վաղը մյուսը կհանեմ կուտեմ ու գրեչկա ունենք, բայց բետոն ընդեղ
Շուկայից է ուզում ինչ-որ բան վերցնի տանի հետը որպես լանչ։ Կերեց եւ ար գրեչկա contigo? Ահա, չի ուզում։ Ահա, գնում արդեն։ Գործի։ Լենկում։ Վռազո։ Տրազ։ Գնա։ Եվ ումս կորեր։ Ay. Como ya fueran dos. Ay, con cuidado. Es un betón, me hetsani vav. Kenima. ¿Estás cansado? Ah. Şoka. Hava şoka. Ya vay. Bye. Sareng selendus gali. Ah, ¿qué es? Ah, del que me regaló. Ah, un puerquito. Es inshor khomor egana asur degen ginatsel endegit. Esa vazats çay bacıs çamut. Mi poker qıtır portsam. Okay, esa mi քիչ հետո հիմա չէ։ Սա ուրեմն մեր բաղնիքի ջուրը ուրիշ ձևի է, բոյլերը մեր մոտ, միացնում ենք տաքանա, նոր ենք լողանում, ճիշտ ասած։ Պետք է խնդրեցի միացնի ու տենց գնաց։ Միշտին էլ երկում է։ Պատկերացնում եք։ Ուզում եմ սիրեմ։ Իջմիջքի սիրիմ, հա, օքեյ։ Ացի, լեցր։ Իջմիջքի սիրիմ, այ դրդրիկ։ Okay, ուրեմն այդ ձևը, այդ բոյլերի ձևը ավելի հարմար է այստեղ, քանի որ ինքը ավելի սենց լավ աշխատում ու շուտ չփչանում։ Իսկ այն մյուսները, որ սովորական տենց միացնում ես միանգամից ջուրը, տաք ջուրը գալի հա, տենց ոնց են ասում։ Մի խոսքով տաքացուցիչ։ Բանը շուտ փչանում է, ինքը սենց փոշի է հավաքում ու փչանում է։ Բայց մեկ-մեկն այնց անհարմար է, ալնում ուզում ես այդ պահին սենց արագի մեջ լողանաս, բայց պետք է սպասես։ Չնայած հիմա արդեն այս ամառվա ամիսներին բանը էլ բան չենք միացնում, բոյլեր չենք միացնում, ենք անշոքալնում, ջուրը լավ տաքանում են, որ սենց լավ տաք է լինում ու այդ ձև լողանում ենք, ուղղակի երեք բաներ եկել, անձրև եկել ու այդ բանի ջուրը սառնա, բակի ջուրը սառնա, ինչ անեմ, սա, օրվա մեջ արդեն, որ արևը արդեն տաքացնի, օրվա մեջ արդեն կարելի է առանց տաքացնելու, միացնելու լողանել, տենց, ես նոր եմ միացրել, երևի մի բան ուտեմ, միջև տաքանա, 5 րոպեով ընթացքում, հետո դուրս կգամ, քեզ շիրեմ, հա, քեզ եմ սիրում օրևս, հա, քեզ եմ սիրում, ես եմ սիրունս, ես եմ, հա, հոտ քաշեց, հիմա ինքը թողումով է սիրեն,
Իմ սիրուն տղա։ Ներվերի տեղ։ Օրը 1000 անգամ օրինակ ասած որ սիրես մեկը գալիս է խնդրվում է որ ես իրան սիրեմ ասած հա ասել հա տրտրիկ դու էլ ես հաջորդ տրտրիկն է դու ես ամոթը ֆռա ամոթը ահա տեղավորվեց որ շիրեմ Իմ սիրունը ինչ պակաս պարոտ եմ ասա ինչ պակաս պարոտ եմ սիրուն մուկիկ եմ ես Okay ես գնամ մի բան ուտեմ Միջև տաքանա լողանամ ու կոֆե խմեմ